Ինչ է տիեզերքը։ Ինչու ենք մենք ուզում բացահայտել այն։ Ճանաչել տիեզերքը նշանակում է ճանաչել ինքներս մեզ։ Մարդկությունն այնքան է զարգացել, որ կարող է ուսումնասիրել մեզանից մի քանի միլիոնավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտները, թռչել տիեզերք և նույնիսկ փնտրել մեր ապագա տունը այլ մոլորակների վրա։ Տիեզերքի սկզբնավորումը բացատրվում է մեծ պայթյունի տեսությամբ, որը 100 տարի է ինչ շրջանառվում է։ Ըստ այդ տեսության, սկզբից ոչինչ գոյություն չի ունեցել, նույնիսկ դատարկ տարածությունը, և հայտնվում է անասելի փոքր այրվող գունդ։ 13.5 միլիարդ տարի առաջ տեղի է ունենում այդ խիտ ու տաք գազային գնդի պայթյունը։ Մեծ պայթյունից հետո անցած ժամանակն այնքան փոքր է, որ չափվում է Պլանկի ժամանակով։ Պայթյունից հետո առաջացած տիեզերքն ընդլայնվում է։ Էներգիան փոխակերպվում է մատերիայի կազմված ատոմներից։ Պայթյունից մոտ միլիարդ տարի անց գազի հսկա ամպերը սեղմվել են և առաջացել են միլիարդավոր գալակտիկաներ, որոնցից մեկն էլ Ծիր Կաթիլն էր, որն անվանում են նաև Հարդագողի ճանապարհը։ Ըստ հայկական առասպելներից մեկի, Վահագնը ասորիների նախկի Վարշամից Հարդ է գողանում, որի հետքն էլ երևում է երկնքում և ցույց է տալիս Հարդագողի ճանապարհը։ Ժամանակի ընթացքում մեռնում և ծնվում են բազմաթիվ աստղեր, որոնցից մեկն էլ Արեգակն է։ Արեգակ՝ դեղին, թզուկ, հրեգունդ և երկնային կյանքի կարևորագույն աղբյուր։ Արեգակի տարիքը մոտ 4.6 միլիարդ տարի։ Մակերևույթի ջերմաստիճանը +5500 աստիճան Ցելսիուս է, միջուկում 15 միլիոն աստիճան Ցելսիուս։ Կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից։ Այն գտնվում է Արեգակնային համակարգի կենտրոնում, և նրա ձգողության ուժի շնորհիվ մոլորակները պտտվում են նրա շուրջը։ Արեգակից լույսը երկիր է հասնում 8 րոպե 20 վայրկյանում։ Արեգակին ամենամոտ մոլորակը դա Մեջկուրին է։ Այն Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակն է, զուրկ է մթնոլորտից։ Ցերեկը ջերմաստիճանը +340 աստիճան Ցելսիուս է, գիշերը -170 աստիճան Ցելսիուս։ Մեջկուրի վրա մի տարին տևում է 88 երկրային օր, այսինքն Մեջկուրի վրա մի աստղային օրը հավասար է 59 երկրային օրի։ Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակը Վեներան է։ Վեներայի մթնոլորտը կազմված է ածխաթու գազից։ Վեներայի վրա մեկ օրը մոտ 225 երկրային օր է։ Այն համարվում է երեկոյան կամ առավոտյան աստղ և գտնվում է Արեգակից 108 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Եթե Վեներայում տեսականորեն ապրեին մարդիկ, ապա կկշռեին 8 կիլոգրամով ավելի քիչ, քան Երկրի վրա։ Երկիր, կապույտ մոլորակ։ Երկիրն Արեգակից գտնվում է 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Շարավիղը 6371 կիլոմետր։ Խտությունը 5500 կիլոգրամ մետր խորանարդ։ Տարիքը 4.5 միլիարդ տարի։ Տեսակը քարային։ Մակերևույթի 71%-ը ծածկված է ջրով։ Երկիրն ունի մթնոլորտ, որը բաղկացած է 78% ազոտից, 21% թթվածնից և այլ գազերից։ Երկրի միջուկն ունի մոտ 5000 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան։ Երկիրն ունի բնական արբանյակ, և դա լուսինն է։ Լուսինը Երկրի միակ բնական արբանյակն է։ Տարիքը մոտ 4.5 միլիարդ տարի։ Միջին հեռավորությունը Երկրից 384400 կիլոմետր։ Տրամագիծը 3474 կիլոմետր։ Լուսինը ծածկված է խառնարաններով, չունի մթնոլորտ։ Ցերեկը ջերմաստիճանը +127 աստիճան Ցելսիուս է, գիշերը -173 աստիճան Ցելսիուս։ Մարս։ Այն Երկրին նման է ըստ օրերի տևողության։ Եթե մենք ապրեինք Մարսի վրա, երկինքը կլիներ ոչ թե կապույտ, այլ կարմիր։ Տարիքը 4.6 միլիարդ տարի։ Տրամագիծը մոտ 6779 կիլոմետր։ Միջին ջերմաստիճանը -60 աստիճան Ցելսիուս։ Մի տարին մոտ 687 երկրային օր։ Մթնոլորտը կազմված է ածխաթու գազից։ Մարսն ունի երկու արբանյակ՝ Ֆոբոս և Դեյմա։ Յուպիտեր։ Այն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Տրամագիծը մոտ 143000 կիլոմետր։ Տարիքը 4.6 միլիարդ տարի։ Ձգողական ուժը մոտ 2.5 անգամ ավելի մեծ է, քան Երկրինը։ Մի օրը 10 ժամ, մի տարին մոտ 11.86 երկրային տարի։ Մթնոլորտը կազմված է ջրածնից և հելիումից։ Յուպիտերն ունի 90-ից ավելի արբանյակ։ Յուպիտերի ձգողության ուժի շնորհիվ շատ երկրային քարեր չեն հասնում մեր մոլորակին։ Սատուրն։ Այն հայտնի է իր շուրջ եղած օղակներով, որոնք կազմված են սառույցի կտորներից, քարերից և փոշուց։ Տարիքը մոտ 4.6 միլիարդ տարի։ Տրամագիծը 120500 կիլոմետր։
Միջին ջերմաստիճանը -140°C, մի օրը մոտ 10 ժամ 33 րոպե։ Մթնոլորտը կազմված է ջրածնից և հելիումից, ունի 80-ից ավել արբանյակ։ Սատուրնն այնքան թեթև է, որ տեսականորեն կարող է լողալ ջրի մեջ։ Ուրան։ Այս մոլորակի վրա ամառը տարիներ է տևում, և արեգակը մայիս չի մտնում։ Տրամագիծը մոտ 50.700 կմ, միջին ջերմաստիճանը -224°C, մի օրը 17 ժամ, մի տարին 84 երկրային տարի, կազմված է ջրածնից, հելիումից և մեթանից։ Ուրանն ունի բարակ օղակներ, բայց դրանք քիչ տեսանելի են։ Ուրանն առաջին մոլորակն է, որը հայտնաբերվել է աստղադիտակով։ Նեպտուն։ Այն համարվում է սառցե հսկա։ Տարիքը 4,6 միլիարդ տարի, տրամագիծը 49.200 կմ, միջին ջերմաստիճանը -214°C, մեկ օրը տևում է մոտ 16 ժամ, մի տարին 165 երկրային տարի, կազմված է ջրածնից, հելիումից և մեթանից։ Մեթանը մոլորակին տալիս է խորը կապույտ գույն, մոլորակն ունի 14 արբանյակ։ Իսկ երբևէ պատկերացրել եք, որ բոլոր տիեզերական մարմինները ունեն իրենց հատուկ ձայները։ Չնայած որ տիեզերքում թթվածին չկա, ինչի պատճառով ձայնային ալիքները լսելի չեն, սակայն տիեզերական մարմինների արձակած ռադիոալիքներով գիտնականները կարողացել են կազմել նրանց ձայնային ազդանշանները, որոնք հիմա կարող ենք լսել։ Ահա արեգակի ձայնը։ Հիմա լսենք մեր կուրիին։ Այժմ սիրո մոլորակի, Վեներայի ձայնը։ Հետաքրքիր ձայն ունի նաև Մարսը։ Յուպիտերի ձայնը բավական տարօրինակ է։ Իսկ Սատուրնի ձայնն այսպիսին է։ Ուրանն ունի ապշեցուցիչ ձայն։ Ամենասառը մոլորակը Նեպտունը աչքի է ընկնում ռիթմիկ ձայնով։ Երկիրը մեր մոլորակը, բացառություն չէ, նրա ձայնը ամենագեղեցիկն է։
Իսկ վերջում լսենք մոլորակների սիմֆոնիան։